Շատ լավ, բերեմ օրինակ, վերջերս մի դեղագործական ընկերությունում իրականացնում էի տրեյնինգ եւ տրեյնինգը վերաբերում էր հույզերի կառավարմանը, սթրեսների կառավարմանը, հաղորդակցային հմտություններին եւ նույնիսկ ինձ համար էր շատ անակնկալ, երբ որ իրենք շատ սովոր են նման կազմակերպությունում շատ սովոր են տարբեր դասընթացներին, հա, իրենք անդադ վաճառքի հմտություններ են անցնում, ինչ որ խաղային դերային խաղեր են իրենց մոտ, իրենք դրանց շատ սովոր են, բայց այս պարագայում ինչ որ առումով դա իրենց համար նաեւ կոշտ հմտություն է, որովհետեւ իրենք այսպես հաղորդակցային հմտություններով են իրենց աշխատանքը առաջ տանում ու ես հիշում եմ, որ տրեյնինգի ավարտից հետո բոլոր մասնակիցները այսպես շրջվել էին եւ շնորհակալություն էին հայտնում իրենց կրթական պատասխանատուին, որ վերջապես կազմակերպությունը իրենց մասին է մտածել։ Այսինքն, երբ որ մենք խոսում էինք այն մասին, թե ոնց կարելի է կառավարել հույզերը, ինչքան կարեւոր են իրենց հույզերը, որ ինչքան կարեւոր են, որ իրենք այսպես իրենց ինքնախնամք ունենան, հա, նաեւ հուզական տեսանկյունից, իրենց կյանքի տեսանկյունից, նաեւ հասկանան իրենք ինչ են ուզում, հասկանան ինչպես կարելի է հաղորդակցվել եւ այլն, բայց դրանք չեն լինում օրինակ ինչ որ սկրիպտերի կամ այսպես հստակ սխեմաների ձևով, այլ ավելի շատ մարդկային գործոնն է ընդգծված, դա իրենց ոգևորում է։